Այսքան։ Ձեր կարդացած կետերի մեջ 200 գրամ պետք է չէ լիներ Եթե կատարում ես ներհամայնքային ուղևորափոխադրում նոյ։ 100 գրամ չէ։ Ոչ, 59 համարի նախորդ երթուղու ավարտից մինչև համայնքի ներքևը, որպեսզի օգտվեն 59 համարի։ Տրանսը ինչքան է վերցնում հայկականներից, Հասախից մինչև Երևանի Քասախից մինչև 59 համարի երթուղը կներեք էլի։ Автобусы Ошика. Ես ընթացքում օգտվել եք մուլտիտրանսի առաջարկած տրանսպորտային միջոցի։ Ես օգտվել եմ, բայց այն ասած որ խցկված տեղ չկա որ ժողովուրդն էսի ժողովրդի կեցից ավել է աստանովկեքում չեն տեղավորվում որ իշտեն քաղաք գնան կան այդ կարգի աշխատում է այդ տրանսպորտը չի բավարարում մի խոսքով Ղազախի համայնքը մեծ համայնք է ժողովուրդը շատ են այդ տրանսպորտը բացարձակ չի բավարարում աղջիկ ջան Ինչքան եք վճարում Ղազախից Երևան վճարում ենք 150 դրամ մինչև ֆիզիկայի խաչմիրուկ իսկ եթե ես ուզենամ վերևից իջնեմ ստե այդ նույն 150 դրամը պահանջում է վարորդը որ հետ վիճաբանվել ենք վարորդի հետ այն ժամանակ ասում են 50 կամ 100 դրամը պահանջում են 150 դրամ վերևից մինչև ներքև իջնելը Այսինքն դուք 150 դրամով այստեղից եք մինչև ֆիզիկայի խաչմերուկ այդ մուլտիտրանսով երթևեկում իսկ եթե գյուղի վերևի վերևի չէ հենց գյուղի սկզբից նստեք փորձենք նստենք մինչև իջնենք ստե 150 դրամ վարորդը պահանջում է Այո, ես չգիտեմ դրա համար վիճաբանություն է եղել։ Վիճաբանություն է եղել։ Պետական մեքենայից օգտվում ես, դա էլ իր ստավկեն է, իր գումանն է։ Հասա համայնքին է պատկանում, Ինչը։ Տրանսպորտը Ղազախ համայնքին չի պատկանում, տրանսպորտը պատկանում է ինչ-որ կազմակերպության, որը Ղազախցիներին սպասարկելու հիմա եկեք խնդրին մի քիչ մի քանի տեղից նայենք, մի տեղից չնայենք, ուրեմն այդ 150 դրամը, հարցը 150 դրամը չի, հարցը ամենակարևորագույն հարցը նրանում է, որ այսօր վերևից իշնի ստեղ էլ է 150 դրամ տալիս, ստեղից նստի իշնի ֆիզիկայի խաչմերուկ այդտեղ էլ է 150 դրամ տալի, բայց կան ավելի կարևոր հարցեր, կա մատչելիության խնդիր, որ ես արդեն առնչվել եմ այդ խնդրին ես հանդիպել եմ ու այդ խնդիրը ինձ ներկայացին, որ լիարժեք գործում է։ Ես հիմա առաջի իրանց չեմ հիշում ով էր, մեր Կոտայքի մարզի ղեկավարությունից, անունով չեմ հիշում, բայց Սիրուն Սիմպո տղա էլ է։ Առաջի Խաբեբան ինքն է, ես իրան ասում եմ Խաբեբա, որովհետև ինքը ինձ համոզեց, ինձ ապացուցեց, որ գործող տրանսպորտը լիարժեք, հարմար է, սայլակավոր եւ երեխամայր ծնողների համար, բայց տվյալ տրանսպորտը կա մի հատ, որի վրա խփած է հետևյալ լոգոն, որը տեղափոխում է սայլակավոր հաշմանդամ, խնդրեմ հենց հիմա կանգնեցեք, թողեք վարորդը ինձ տեղավորի այդ մեքենայի մեջ, ու այդ հարցից ամբողջական պատասխանը դուք կտեսնեք։ Հավատացեք, որ սուտ Բայց այսօր մենք ժողովուրդ ենք, բացի դա ավտոբուսը գա դռանը դեմով ասի իջիստից ոտով գնա, մնամ մատ նալ խփեն ժողովրդի ոտների տակ ու ասեն բարձրացեք։ Երեխային գիրկը 3 օր հատուկ կանգնել եմ այստեղ, ավտոբուսը գալիս է 50-ից 60 հոգի, 20 հոգի իջնում են, ոտքով գալիս են այս դիքը չգիտեմ բարձրացել եք, չեք բարձրացել, դիքը ոտքով բարձրանում են, որը երեխուն գրկած, որը գործից հոգնած, որը իր սունկուն, մարդկային արժեք, հա բայտի։ Մեղ չեն է ժողովուրդը, այսինքն որոշենք շախմատի նման, հա, արեք էսի հանենք էս տրանսպորտ, եղբայր է տրանսպորտը,
11000 բնակիչ է ապահովում, հասկանում եք ինչի մասին են խոսում, 11 պլյուս 5000 աշխատող է, լսա ավելանալու է կողքի հիմնարկությունում, որը որ շուտով բացվելու է ամսի 26-ին։ Եվ դա նորից եմ ասում, ես կասեմ կառավարությանը հետևյալ է, որ վերանայեն տրանսպորտի հարցը, որովհետև տվյալ ուղղությամբ վաղը մյուս օր շատ կարևոր տրանսպորտներ են գալու եւ գնալու, ֆռալու են։ Գոնե մի հատը պետք է բարձրանա քասախ։ Կարևոր է դա, մեղք են ժողովուրդը։ Այդ ժողովուրդն էլ, այսօր սաղի աթոռը, որ իրանց տակն է փափուկ, այդ ժողովրդի, ու այսպես բոլորի շնորհքն է, այդքան բան կասեմ։ Դու մի քիչ էլ այսքան մտածեն ժողովրդին դեպի լավատեսության լույս տան, որ մենք հավատանք այդ լույսին, գնանք այդ լույսի հետևից։ Ոչ թե նստենք ու խավարի մեջ մեռնենք։ Դանդաղ մահեն մեզի պարգևում, ես չեմ հասկանում, ինչի մասին է խոսքը։ Մի հատ տրանսպորտի հարցը, այդ ինչ հարցը, որ այդքան ասես ձգձգին ու չգիտեմ, այդ խիտ ես որոշվա, ով որոշես, դա այդ տրանսպորտը շատ ակուրատնի գործում էր։ Գնում էր, գալիս էր, այդ ինչ 18 թվից առաջ ինչ-որ տենդերներ, չգիտեմ ինչ որոշվա, որ այսօր տենդերի տերը պետք է գան օրի, բարև ձեզ։ Մնամա գան պլետը վեգալ են, ասեն, հերեք ձեր տներից գնացեք, ձեր տները չի։ Ես անձամբ, Հմայակ Մարգարյան անուն ես, դիմում եմ կառավարության ղեկավարին, ես ես խնդրում եմ, այս հարցին լուծում տվեք, շատ կարևոր հարց է սա, ժողովուրդ ջան։ Ես վստահ եմ, որ դուք այս հարցին անպայման լուծում կտաք, որովհետև ժողովուրդը, նորից եմ ասում, ժողովուրդը ձեր ամեն մի աթոռի ոտն է, այսենց ասեմ, որ դուք իմանաք, եթե ժողովուրդը փլուզվավ, ձեր աթոռները ձեր տակը չի մնա։ Շնորհակալություն ձեզ։ Դե ասած էլ